Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Պարիս Սեն-Ժերմենի պատմական հաղթանակը երկրպագուների սրտում ու Փարիզի փողոցներում մի մեծ կրակ է վառել։ Ֆանատները շաբաթ օրը կեսգիշերն անց չեմպիոնական խաղից հետո անկարգություններ են սկսել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Իտալական Ինտերին ջախջախիչ պարտության մատնելուց հետո Փարիզյան ակումբի մոլի երկրպագուները քաոսի են վերածել քաղաքը։ Մեքենաներ են այրել, հրավառություն արել։ Կրակի տված մեքենաները չեն հասցնում մարել հրշեջները, ոստիկաններն էլ չեն կարող իրավիճակը հանդարտեցնել։ ՊՍԺ-ի երկու երկրպագու է մահացել անկարգությունների ժամանակ, մոտ 600-ը ձերբակալվել։ Բռնության ենթարկված մեկ ոստիկանի ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, նա կոմայի մեջ է։ Փարիզից ոչ հեռու Գրենոբլում էլ մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի երկրպագուների ամբոխի մեջ։ Նույն ընտանիքի 4 անդամներ վնասվածքներ են ստացել, վարորդն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, ձերբակալվել։ Չեմպիոնական արյունալի խրախճանքը շարունակվել է հաջորդ օրը, ՊՍԺ-ի շուրջ 40,000 երկրպագուներ հավաքվել են Պարկ դը Պրենս ստադիոնի հարևանությամբ, դիմավորելու Մյունխենից ականջավոր գավաթը Փարիզ բերած հարազատ թիմին։ Բացօթյա ավտոբուսից են Լուիս Էնրիկեի տղաները ողջունել երկրպագուներին, գավաթը ցուցադրելով հասել Փարիզի կենտրոն։ ՊՍԺ-ի մարզաշապիկներ հագած ֆաները կապույտ կարմիր գույներով ծուխ են բաց թողել, հաղթական վանկարկումներ արել։ Ցնծությունից գլուխները կորցրած ֆուտբոլասերները շաբաթ օրվա անկարգություններին նոր թափ են տվել։ Կիրակին էլ խաղաղ չի անցել Փարիզում, նորից բախումներ են եղել երկրպագուների և ոստիկանների միջև։ Ելիսեյան դաշտերում նկարահանված այս կադրերը իսկական ճակատամարտ են հիշեցնում։ ՊՍԺ-ի երկրպագուների ձեռքին ինչ ընկել է, նետել են ոստիկանների ուղղությամբ։ Իրավիճակը կայունացնելու համար արցունքաբեր գազ են օգտագործել ոստիկանները, փորձելով ցրել ամբոխը։ Էմանուել Մակրոնը դատապարտել է եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային առաջնության եզրափակիչից հետո Փարիզում տեղի ունեցած բռնությունները։ Դա ֆուտբոլ չէ, ասել է Ֆրանսիայի նախագահը, խոստացել պատժել երկու երկրպագուների մահվան մեղավորներին։ Էդգար Ղուշչյան, Արմեն Ապրեսյան, Այլուր։